բռնություն էր, այսպես ասեմ, իմ հանդեպ, իմ անձի հանդեպ։ Լինելով հոգեբան, դու ինքդ դիմել ես հոգեբանի։ Ինձ թվում էր, որ կարող է ուշագնաց լինեմ։ Չէի մտածել ոչ երկրորդ անգամ ամուսնանալու մասին, ոչ մտածել եմ, որ ինչ-որ մեկին կհանդիպեմ, այդպես կսիրահարվեմ։ Դու եւ Աշոտը գնացիք հոսանքին հակառակ։ Երկրորդի ժամանակն է, բա աղջիկ չեք ուզում, չգիտես ինչի, բոլորը վստահ են, որ աղջիկ պետք է լինի։ Ես 35 կիլո ավելացել էի հղիության ընթացքում եւ բոլորի համար շոկ էր, որ ես 2 ամսում, այսպես ասեմ, վերադարձա իմ հին տեսքին։ Ողջույն, Թերթայմ Լայֆի եթերում առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք դերասանուհի Սոֆիա Պողոսյանի հետ։ Ողջույն Սոֆիա։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մինչև հարցազրույցին անցնելը իմ արտաքին տեսքի համար ուզում եմ շնորհակալություն ասել դիմահարդար Արմինեին եւ վարսահարդար Ոճաբան Տաթևին։ Սոֆիա, ինչպիսին ես բեմից ներքև եւ առանց տեսախցիկների, երբ տանն ես քո մտքերով ու տնային հագուստով։ Երևի թե յուրաքանչյուրի համար ամենաբարդն է պատասխանել այդ հարցին, ինքդ քեզ նկարագրելը, որովհետև ուրիշ բան է, ինչ դու ինքդ քեզ նկարագրում ես, ուրիշը կողքինի աչքով տեսնելը։ Ամեն դեպքում շատ է տարբերվում բեմի Սոֆիան եւ իրական կյանքի։ Բեմի կախված իհարկե որ դերից, թե հենց նկատի ունեք բեմը, թե դերերը, կերպարները, կերպարները շատ տարբեր են եղել, բայց կարծում եմ միևնույն է յուրաքանչյուր կերպարի մեջ քեզնից ինչ որ մի բան բնականաբար լինում է, հատկապես սերիալների պարագայում, երբ երկար ժամանակահատված է եթերում լինում, քո տեսակը այնուամենայնիվ արտացոլվում է։ Մարդ, ով չէր սիրում լինել ուշադրության կենտրոնում, հայտնվեց տեսախցիկների առջև եւ այն էլ գլխավոր հերոսուհիների կերպարով։ Այդ ներքին հակասությունը ինչպես հաղթահարեցիր, որովհետեւ մշտապես նշում էիր, որ չես սիրել լինել ուշադրության կենտրոնում, չէ՞։ Այո, դա ինձ մտորելու երկար առիթ է տվել եւ խորացել եմ հոգեբանության տեսանկյունից, իդեպ շատ դերասաններ կան, ովքեր այդ սինդրոմը ունեն, ուշադրության կենտրոնում չլինելով, բայց միևնույն ժամանակ այս մասնագիտության մեջ լինելու, դա իր հոգեբանական բացատրությունն ունի իհարկե, հիմա չեմ երևի ժամանակը չի այդքան խորանալու, ամեն դեպքում յուրաքանչյուրս ունենք ինքնադրսևորվելու, այս կյանքում ինքնադրսևորվելու պահանջ, առանց որի չենք կարող մենք լինել լիովին երջանիկ եւ ամբողջական, այսպես ասեմ, իսկ այդ ինքնադրսևորվելը շատ տարբեր ձևերով կարող է արտահայտվել։ Մեր մասնագիտության մեջ իհարկե դա հենց ուղիղ իմաստով է, բայց այնուամենայնիվ այդքանով հանդերձ դու ինչքան է լինում ես մարդկանց աչքի առաջ բեմում եւ ուշադրության կենտրոնում, քո տեսակը կարծես երկրորդ պլանում է լինում, ի տարբերություն բլոգերների կամ ինստագրամյան այս հարթակի, որտեղ հենց դու առաջին դեմքով ես հանդես գալիս, ուղիղ կամերայի հետ ես խոսում։ Դերասանները ամեն դեպքում ինչ որ մի կերպարի դիմակի ետևում են, այսպես ասած, քո իրական տեսակը չի արտացոլվում։ Հոգեբան Սոֆիան հայտնվեց հեռուստասերիալներում։ Ում առաջարկով եղավ, եթե չեմ սխալվում, վերադարձներ, չէ՞, առաջին հեռուստասերիալը, որտեղ հայտնվեցիր, ու հետաքրքիր է այդ ժամանակ դու հասկացար, որ սա հաստատ լինելու է շարունակական։ Ոչ, այն ժամանակ հեռուստասերիալի առաջարկը չէր առաջինը, Fort Boyard հեռուստանախագիծն էր, ինչը այն ժամանակաշրջանում շատ պոպուլյար էր, շատ ռեյտինգային էր, երևի կհիշեք։ Որպես հաղորդավար։ Որպես մոդել էին ինձ հրավիրել մասնակցելու, որովհետև ես հանդես է եկել Elite Life ամսագրի շապիկներին, այդտեղ ինձ տեսել էին եւ մտածելով, որ ես մոդել եմ, այն էլ ոչ հայ ազգի, դրսից հրավիրված ինչ-որ մոդել եմ, հետաքրքրություն է առաջացրել, այդպես ինձ հրավիրեցին մասնակցելու, բայց ես չցանկացա որպես մոդել հանդես գալ, առավելևս որ մոդել չէի։ Այդտեղից առաջարկ եղավ փորձելու ինձ որպես օրագրերի վարող, սիրով իհարկե համաձայնեցի, որովհետև ասում եմ ես այն ժամանակ այդպես ֆանատիկորեն հետևում էի Fort Boyard հաղորդմանը, սպասում էի երբ պետք է լինի այդ հաղորդումը, որ հեռուստատեսությամբ միացնենք նայենք, եւ իհարկե շատ քիչ առաջարկ էր դա վարելու,
եւ մեկնելու Ֆրանսիա, մասնակցելու արդեն հայտնի դեմքերի հետ, այսպես ասեմ, առաջարկը շատ դրական էր, կայտակղիչ էր եւ կլիներ պարզապես հիմարություն դրան չհամաձայնելը։ Սոֆիա, հայտնի մարդկանց երեխաները հաճախ ստիպված են լինում ապացուցել, որ նրանք իրենց ծնողների հայտնության շնորհիվ չեն այս ոլորտում։ Քո դեպքում պատմությունը մի քիչ այլ էր, դու սովորաբար նշում ես, որ հաճախ քո հաջողությունները եւ աշխատանքը շատերը կապում են քո արտաքին տեսքի հետ։ Որ փուլում կարողացար կոտրել այս կարծրատիպը կամ որ նախագծից հետո եղավ։ Կարծում եմ դա տարիքի հետ է գալիս եւ քո անցած ճանապարհի շնորհիվ ես հասնում դրան։ Առհասարակ ես ամեն ինչ կապում եմ մարդու ներքին ինքնաբավության հետ եւ յուրաքանչյուրս անցնում ենք մի ուղի ինքնա հաստատվելու, ինքնագնահատականի հետ կապված խնդիրները հարթելու եւ դա կարծում եմ հենց այն է, ինչ կոչվում է անձնային աճ եւ այդ ուղին հարթելու շնորհիվ դու գալիս ես մի կետի, իհարկե չի սպառվում դա եւ կարծում եմ ամբողջ կյանքի ընթացքում պարզապես սևափոխվում են, այսպես տարբեր աստիճաններ ես հաղթահարում, երբ 20 տարեկան ես, 19 տարեկան ես եւ դեռ ոչ մի բանի չես հասել, հաջողված այդպես կետեր չունես քո կյանքում գրանցած, որպեսզի ապացուցես, որ դու քեզանով ինչ-որ բան ես ներկայացնում, քո արտաքինը քեզ այդ ժամանակ կարծես խանգարում է, բացասական տեսանկյունից ես նայում դրան, բայց ավելի խոցելի ես նաև այդ տարիքում։ Բայց եթե դա չլինի, հավատացնում եմ, ուրիշի պարագայում էլ մեկ ուրիշ բանն է հանդիսանում խնդիր, այսինքն այդ ինքնահաստատման փուլը ցանկացած պարագայում միևնույն է լինում է մարդու կյանքում, եթե չի լինում ավելի վատ, այսպես ասեմ, ավելի հետո է լինում, յուրաքանչյուրիս դեպքում շատ ինդիվիդուալ է, բայց փորձը ցույց է տալիս, որ հենց այդ 20 տարեկանից մինչև 30-ից 40 ժամանակահատվածը հենց կայանալու ժամանակահատվածն է, թե որպես անձ, թե որպես մասնագետ, թե որպես ընտանիքում կին կամ մայր, կախված ու մոտ ոնց է դասավորվում։ Այսպես, հետո այդ խնդիրները իմ մեջ հասկանալուց եւ հարթելուց հետո հասկացա, որ այդ ամենը խանգարող հանգամանք չէ, այլ հակառակը։ Բայց դու պետք է անցնես ուղի ճանապարհ, ցույց տաս, ապացուցես, դա այնքանով ինձ օգնեց, որ ես ինձ համար դրեցի նպատակ ապացուցելու, որ միայն դրա համար չէ, որ ինձ ընտրում են գլխավոր հերոսուհիներ խաղալու։ Լինելով հոգեբան, դու ինքդ դիմել ես հոգեբանի, ինչ փուլեր քո կյանքի, որ չկարողացար ինքդ քեզ համար լինել հոգեբան։ Առհասարակ ցանկացած հոգեբան ունի իր հոգեբանը, որովհետև դու ինքդ քեզ չես կարող թերապիա անցկացնել, դա կանոնների մեջ է մտնում, նույնիսկ հարազատներին չես կարող թերապիա անցկացնել։ Ես ինքս լինելով հոգեբան, պարզապես այնքանով ինձ օգնեց դա, որ ես գիտակցեմ, որ պետք է դիմել եւ պարտադիր չի, որ դա լինի շատ տրավմատիկ ինչ-որ շրջան կամ ինչ-որ անդառնալի իրավիճակ, որ դու նոր դիմես հոգեբանի, ցավոք Հայաստանում հենց այդպես էլ անում են։ Ես առհասարակ շատ բաց եմ ինքս ինձ հետ կոնտակտի մեջ եմ, այսպես ասեմ, եւ ճանաչում եմ ինքս իմ հույզերն ու հոգեվիճակը, որպեսզի հասկանա, որ այս շրջանում ինձ օգնություն է հարկավոր, այսպես։ Իսկ ինչ ընթացք էր, չես ուզում խոսես դրա մասին։ Երևի երեխայից հետո էր, շատ կտրուկ փոփոխություններ, այո, շատ կտրուկ փոփոխություններ իմ կյանքում եւ հենց այն էր, ինչ կոչվում է ծննդաբերական հետծննդաբերական դեպրեսիա, հասկացա, որ պետք է դիմել, որպեսզի կարողանամ ավելի սահուն ու հեշտ անցնեմ այդ իրավիճակի միջով։ Միքայելի ծնունդից շատ կարճ ժամանակ հետո վերադարձար նկարահանման հրապարակ, նույնքան խնամված ու գեղեցիկ, ես հիշում եմ բռնիր ձեռքս նախագիծներ, չէ, հեռուստասերիալ, եթե չեմ սխալվում։ Այո։ Դա նաև Աշոտի որոշումներ, թե քո ցանկություններ, շատ արագ վերադառնալ եթեր։ Դա իմ ցանկությամբ էր եւ ուրախ եմ, որ Աշոտը դրան կողմ էր, հասկանալով, որ դա ինձ համար անհրաժեշտ է, սկզբնական շրջանում իհարկե շատ կարճ ժամանակով էի դուրս գալիս նկարահանումների, աստիճանաբար ավելացնելով, բայց ինձ համար դա անհրաժեշտ էր, որպեսզի ես ավելի հեշտ դուրս գամ այդ վիճակից, այդ ծննդաբերական դեպրեսիայից եւ կտրուկ փոփոխությունից, բայց հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ իհարկե դա
այն հոգեվիճակներ, որ ես պարզապես չի կարողանում ընդունել այդ փոփոխությունը իմ կյանքում եւ ինձ համար այդ շրջանը շատ երկար, sense ձգված շրջան էր թվում, այդ 1 տարին կամ նույնիսկ մի քիչ ավել, ինձ թվում էր տարիներ են անցել կամ երբեք այդ վիճակը չի փոխվելու, ես իմ հին կյանքը չեմ վերադարձնելու, մի խոսքով իրոք էսպես դասական գծված, նկարագրված դեպրեսիա վատ իր բոլոր դրսևորումներով եւ նույնիսկ ձեր նշած այն փաստը, որ ես շատ կարճ ժամանակում վերադարձա իմ սովորական արտաքին տեսքին, այսպես ասեմ, իրականում ես 35 կիլո ավելացել էի հղիության ընթացքում եւ բոլորի համար շոկ էր, որ ես 2 ամսում, այսպես ասեմ, վերադարձա իմ հին տեսքին քաշին, բայց դա նույնպես բռնություն էր, այսպես ասեմ, իմ հանդեպ, իմ անձի հանդեպ, այդքան կարճ շրջանում դու ինքդ քեզ եք ստիպում հատուկ ինչ-որ դիետաներով, թե մարզումներ եւ այլն։ Հա, ամեն ինչ իր մեկտեղ, այսպես ասեմ, բայց դա լավ չի։ Պետք է բաց թողնել իրավիճակը, վայելես այդ շրջանը, չփորձես վերադարձնել քո նախկին կյանքը, որովհետև մի նոր շրջան է գալիս եւ կարողանաս այդ նոր շրջանի մեջ մայրության ամբողջ դրական բերկրանքը վայելել, բայց դա հիմա այս փուլում եմ ասում, երբ գտնվում եմ այն փուլում, ես ի վիճակի չէի այդպես դատելու, դրա համար սիրելի նորաթուխ մայրիկներ, ձեզ մի մեղադրեք այս կամ այն հոգեվիճակում գտնվելու համար, նորմալ է ամեն ինչ, անցնի այդ շրջանը, դիմեք մասնագետի պարզապես։ Շատ հայտնի զույգ էր, իրենց հարաբերությունները Instagram-ում շատ ֆիլտրված ու գեղեցիկ են ցույց տալիս։ Դու եւ Աշոտը գնացիք հոսանքին հակառակ, ոչ միայն չթաքցրեցիք ձեր ընտանեկան վեճերը, այլ նաեւ համարձակվեցիք բեմ բարձրացնել։ Ինչ որոշում էր դա ու արդյոք չկար մտավախություն, որ այդքան բաց չի կարելի լինել հանրության առաջ։ Խոսքը ամուսնավերլուծություն ներկայացման մասին է։ Առհասարակ մենք շարժվում ենք այնպես, ինչպես մենք ենք զգում եւ համարում ճիշտ եւ երբեք տրենդներին չենք հետևում հատուկ որ ժամանակի հետ այդպես շատ տրենդային լինենք եւ այլն դա մի շրջան էր երբ մեր բարդ հարաբերությունների տարբեր վիճակներ հաղթահարելուց հետո որոշեցինք այդ ամենը արվեստի մեջ դնել այդ էներգիան դա իհարկե շատ ճիշտ եւ կոնստրուկտիվ մոտեցում էր որովհետեւ ցանկացած վեճ դա ահռելի մեծ էներգիա է կուտակված էներգիա է եւ եթե այդ էներգիան դնես մեկ ուրիշ հունի մեջ ինքը կարող է դառնալ մեկ ուրիշ բան այս պարագայում դա դարձավ գեղեցիկ ներկայացում ինչի համար ես շատ ուրախ եմ ես պրեմիերայի օրը հիշում եմ երբ մոտեցա վերջում քեզ շնորհավորելու ասացիր որ չափազանց հուզված էի ու ինձ թվում էր սիրտս կթրջի մի հրաշքով ինձ հավաքեցի իրականում բեմից չէր երևում պիտի ասեմ որ փայլուն դեբյուտ էր ես եթե չիմանայի չէի հավատա որ դա քո առաջին բեմելներ շատ պրոֆեսիոնալ էր ու կպատմես ներսումդ իրականում ինչ էր կատարվում Ոյ նկարագրել էի ես այդպեսի զգացողություն երբեք չէի ունեցել իսկապես որ երևի դա լինում է կյանքում մի քանի անգամ որ դու չես հասկանում ինչ է քեզ հետ կատարվում այսինքն իսկապես բառի բուն իմաստով ինձ թվում էր որ կարող է ուշագնաց լինեմ որովհետև սիրտդ միլիարդի տակ է խփում ոտքերդ չես զգում ձեռքերդ չես զգում ինչ որ անհասկանալի վիճակ էր եւ ամենաանհասկանալին այն է որ այդ վիճակում ամեն դեպքում դուրս ես գալիս բեմ եւ ինչ որ մի հրաշքով կարողանում ես քեզ տիրապետել մի հետաքրքիր փորձառություն էր ինձ համար, այսպես ասեմ, շատ հետաքրքիր եւ ես կարոտել էի այդ զգացողությունը, որ ինչ որ նոր բան է մտնում քո կյանք, նոր բան ես սովորում, որովհետեւ հերոստատեսությունում արդեն տարիներ շարունակ եմ 10 տարուց ավել եւ ինձ համար, այսպես ասեմ, ինչ որ նորություն արդեն չկար Ես իսկապես կարոտել էի այդ զգացողությունը։ Իսկ պրեմիերայից հետո, երբ խաղացիք մյուս ներկայացումները, էլի նույնքան հուզված էիր բարձրանում բեմ, թե արդեն հանգստացար ինչ-որ չափով։ Դա իհարկե այդ առաջին, ամենաառաջին բեմելու հուզվածությունը չի կարող լինել, բայց միևնույն է, կարծում եմ հենց դա է այդ ադրենալինը, որ ասում են դերասանի, ինչը կապում է հենց թատրոնին մարդուն, դերասանին բեմի հետ, որ դու ամեն անգամ զգում ես ողջ
բույլը հույզերի, որը ուրիշ ոչ մտեղ չես զգում։ Աշոտը պարբերաբար բեմ էր բարձրանում ժավելից վնասված հագուստով եւ քեզ մեղադրում դրանք վնասելու մեջ։ Հետաքրքիր է դա իրական կյանքից վերցված էր, թե սցենարիստ Նարեկ Ավագյանի ավելացրած դրվագները։ Իրականում հիմնականում, այսպես ասեմ, ներկայացման կետերը իրական փաստերից են վերցրած, բայց գեղարվեստականացրած բնականաբար, եւ հետո արձագանքները լսելիս պարզ է դառնում, որ հանդիսատեսի մոտ էլ շատերի մոտ 90%-ի մոտ այդ իրավիճակները կան, եւ մենք ենթադրում ենք, որ այդպես է, դրա համար էլ այսպես կպել է մարդկանց հետաքրքրել է, որովհետև յուրաքանչյուրից տնից է կարծես այդ ամենը։ Նաև Միկային մանկապարտեզից վերցնելու թեմաները այնտեղ շոշափվում, դա եւս ձեր ընտանիքում ակտուալ է։ Չէ, բարեբախտաբար այդպեսի բան չի եղել։ Չենք մոռացել պարտեզում եւ պարտեզի համար ով պետք է վերցրի, վեճեր չեն եղել։ Իսկ ավելի շատ ով է զբաղվում Միկայի հետ, ով է ավելի շատ զբաղվում։ Դե բնականաբար ես որպես բայր ժամանակի տեսանկյունից, բայց Աշոտը եւս շատ գեր ուշադիր եւ պարտաճանաչ հայր է։ Գիտեմ, որ քո եւ Աշոտի անձնական կյանքում առաջին փորձը ձախողվեց եւ հետաքրքիր է, երբ Աշոտին տեսար որպես տղամարդ ինչը առաջին հերթին քեզ գրավեց, որ հասկացար պատրաստ եմ նրա հետ սկսել երկրորդ փորձից անձնական կյանքս։ Այսպես հարցազրույցների ժամանակ, որ ինչ-որ հարցեր են բարձրաձայնվում, իրականում կանգնում ես ինչ-որ փակուղու առջև, որովհետև կյանքում այդպես չի, որ մի բան լինում է, դու այդ պահից հասկանում ես, որ վերջ սա այդ պահն է, այսինքն ամեն ինչ այսպես սահուն է լինում եւ կյանքը ինքն է թելադրում, ու եթե կյանքին վստահում ես ու գնում ես վստահելով ինքդ քեզ եւ այդ ճանապարհին, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում։ Այսպես ասեմ, ես հատուկ չէի մտածել ոչ երկրորդ անգամ ամուսնանալու մասին, ոչ մտածել եմ, որ ինչ-որ մեկին կհանդիպեմ, այդպես կսիրահարվեմ, նախորդ չես պլանավորում, ծրագրում, կյանքն է իր հունով առաջ ընթանում, այո։ Ինչպես ասում են, մենք ենթադրում ենք, Աստված տնօրինում է, այդպես ստացվեց մեր կյանքում։ Դու Instagram-ում ինքդ քո մասին մի քանի բացահայտումներ էիր արել, որոնցից մի քանիսը ես առանձնացրել եմ։ Այնտեղ նշել ես, որ դու դեռ ունես ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ, հետաքրքիր է ինքնավստահ թվացող Սոֆյան ինչ չի սիրում իր մեջ եւ ինչ կցանկանայիր փոխել, որ չի ստացվում։ Այդ պոստը արել եմ անցյալ տարի, իդեպ, իսկ անցյալ տարվանից մինչև հիմա ես շարունակել եմ թերապիան հոգեբանի հետ, ինչը շատ իր դրական արդյունքներն է տվել, եւ կարելի ասեմ շատ մեծ տարբերություն է անցյալ տարվա Սոֆյան եւ այժմյան։ Ինքնագնահատականի խնդիր կարծում եմ մեր սերնդի ներկայացուցիչներից շատերս ունենք, որովհետեւ այդ ժամանակաշրջանի չեմ վախենա ասել է սովետական ժամանակաշրջանի դասյարակությունը ու առհասարակ կրթությունը, ուսումը բոլորովին անձակենտրոն չէր, այլ հակառակը ամեն ինչ տանում էր նրան, որպեսզի քո յուրահատկությունը կոտրվի եւ դու լինես այսպես մոխրագույն մասայի մի մասնիկը, հանկարծ չառանձնանաս, հանկարծ ուշադրություն չգրավես, դա մի ժամանակաշրջանի ստերեոտիպ էր, այսպես ասեմ, դասյարակության եւ որտեղ կար շատ բարձր ինտելեկտ, բարձր գիտելիքներ, բայց զրո էմոցիոնալ ինտելեկտ եւ հոգեբանության վերաբերյալ, այսպես ասեմ, այդ ժամանակաշրջանի բոլորիս ծնողները կարելի ասել երևի թե շատերիս շատ կիրթ են, գրագետ են եւ այլն, բայց հոգեբանության վերաբերյալ գիտելիքները այդ շրջանում շատ քիչ էր զարգացած, այո։ Եվ սա բոլորովին չեմ ասում ծնողներին մեղադրելու, հիմա բոլորն էլ ամեն ինչ տանում են դրան եւ չեն կարողանում ընդունել այն փաստը, որ ոչ թե այս ամենը ասվում է, որ մենք մեղադրենք մեր ծնողներին, այլ ասվում է առաջին հերթին դա գիտակցելու, ընդունելու համար, որպեսզի կարողանաս անցնել առաջ, որովհետեւ եթե այդ ընդունումը չի լինում, դու առաջ էլ չես կարողանում գնալ։ Դրանք էտապներ են, որոնք որ պետք է անցնես։ Շատ հայտնի մարդիկ, ես երբ շփվում եմ, շատերը նշում են, որ իրենք անգամ իրենց ձայնը չեն սիրում։
Հարցազրույցները չեն դիտում, շարժումները։ Շատ վառ եմ հիշում այդ շրջանը, եւ պետք է առաջին անգամ ձայն գրվեի, այսպես տանիրովկա արվեր, եւ ռեժիսորի հետ կարելի ասել մեկ ամբողջ օր աշխատեցինք մի փոքր այդ հատվածը գրելու համար, ինչը հիմա անում եմ մի քանի րոպեի ընթացքում, այսպես ասեմ, որովհետև իսկապես այդ ֆենոմենը, որ եթե օրինակ հարցում անեն մարդիկ հետաքրքրությունից դրդված, իր ընկերների շրջապատում եւ փորձեն ձայն գրել 10-ից 9 չի սիրում իր ձայնը կողքից, որ լսում է։ Նույնը կադրում տեսնելն է, այսպես, եթե կադրում առաջին անգամ իրենց տեսնում են, մարդիկ չեն կարողանում ընդունել, չեն հավանում, չեն սիրում։ Անգամ շարժու ձևը, չէ՞։ Այո։ Հիմա արդեն հաշտես ձայնիդ հետ եւ Այո, շատ տարիներ շարունակ աշխատելուց հետո, այսպես ասեմ, այդ ցածր ինքնագնահատականը իր դրական կողմերն ունի, որովհետև քեզ անընդհատ դրդում է աշխատել, որովհետև անընդհատ քեզնից գոհ չես լինում, ինչը իր արդյունքը տալիս է, որովհետև աշխատանքը եւ պրակտիկան միևնույն է չեն կարող իր պտուղները չտալ։ Սոֆիա, նաև նշել ես, որ ինձ վախեցնում է երկրորդ երեխա ունենալու միտքը, հատկապես ինչն է վախեցնում։ Ես առհասարակ չեմ սիրում, երբ լինում է հասարակության ճնշում, այդ ստերեոտիպերի ճնշումը, որը որ թույլ չի տալիս, որպեսզի մարդը իսկապես լսի իր ներքին ձայնը եւ հասկանա նա արդյոք իսկապես ինքն է ուզում, թե դա պարզապես այդ ճնշումներն են, որոնք որ պարտադրում են քեզ, վախեր են ստեղծում քո մեջ, ապագայի հանդեպ ինչ-որ տագնապներ եւ այլն։ Եվ ես հիմա հասկացել եմ, որ այժմ ես պատրաստ չեմ այդ քայլին եւ չեմ վախենում դրա մասին բարձրաձայնել եւ խոստովանել եւ պետք է այդ քայլին գնալ այն ժամանակ, երբ դու իսկապես պատրաստ ես, ուզում ես ոչ թե նրա համար, որովհետև այդ ժամանակն է, արդեն երկրորդի ժամանակն է, բա աղջիկ չեք ուզում, չգիտես ինչի, բոլորը վստահ են, որ աղջիկ պետք է լինի։ Այսպես մեր հասարակությունը շատ սիրում եմ։ Բոլորը ձեր փոխարեն արդեն որոշել են։ Եվ երկրորդն ես ունենում արդեն երրորդի հերթն է, եւ երրորդն է արդեն նորից պետք է ամեն սերին իր ընկերն է պետք։ Քույր եւ եղբայր։ Խոսքով դա մի անվերջանալի ցիկլ է, եւ ես աշխատում եմ անընդհատ ինձ թափ պահել եւ այդ ցիկլի մեջ չընկնել հանկարծ։ Առաջարկում եմ կարճ խաղանք, ես քեզ տամ հարցեր, դու արագ պատասխաններ տաս, եթե դեմ չես, քո եւ Աշոտի մասին։ Ով է ավելի շատ գումար ծախսում։ Դու թե Աշոտը։ Ես։ Ով է ավելի շատ ժամանակ անցկացնում Միքայելի հետ, արդեն խոսեցինք դրա մասին։ Ով է առաջինը ներում կոնֆլիկտից հետո։ Ես։ Ով է ավելի խանդոտ։ Մի ժամանակ երկուսս էլ, հիմա արդեն ոչ մեկս։ Ով առանց մյուսի չէր համարձակվի բեմ բարձրանալ։ Ես բնականաբար, որտեղ Աշոտը արդեն բարձրացել էր։ Ով է ավելի շատ ներում, բայց երկար հիշում։ Աշոտը։ Ով է ավելի խիստ որպես ծնող։ Աշոտը, կարծում եմ։ Ով է ավելի առողջ սնվում։ Ես։ Իսկ ով է հաճախ գնումներ անում։ Նայած ինչ գնումներ։ Այդպես բաշխված է մեր մոտ կարծես։ Ով է սիրում գիշերներն ուտել։ Երկուսս էլ։ Չի երևում քո արտաքինին, Սոֆիա։ Ջանքեր եմ թափում այդ ուղղությամբ, բայց Հաջորդ օրը մարզվում ես երևի։ Չառհասարակ չեմ մարզվում ցավոք սրտի, այս տարի իմ գերնպատակը այն է, որ վերջապես սկսեմ սպորտով զբաղվել։ Այո, ես եթե ուտում եմ, հաջորդ մի քանի օր աշխատում եմ քիչ ուտել։ Իսկ ով է ավելի հաճախ նվերներ անում։ Երկուսս էլ։ Այսպես չեմ կարող նշել։ Դες հիշեցի, որ Աշոտը հաճախ նշում է, որ դուք երկուսդ շատ սուր եւ ընդգծված բնավորություն եք, ինչը հաճախ խանգարում է։ Ինչ նկատի ունի կոնկրետ որ հատկանիշն։ Չգիտեմ, իմ բնավորության ինչն է սուր իր համար։ Որովհետև ես գտնում եմ, որ շատ ոչ կոնֆլիկտային անձնավորություն է։ Ես առհասարակ չեմ սիրում, երբ ինձ ինչ-որ մի բան պարտադրվում է։ Եվ կարծում եմ, եթե դիմացը հասուն մարդ է կանգնած, ապա կարծիք հաշվի առնելը կամ ինչ-որ բան պարտադրելը այդպես
կարծիքը հաշվի չառնելը ավելի ճիշտ կամ ինչ-որ բան պարտադրելը տեղին չէ եւ դա ինձ ունից հանում է։ Սոֆիա, նաև դու անկեղծացել ես Instagram-ում, որ չես սիրում պատրաստել։ Այո, խոհանոցը իմը չէ։ Ինչ ճիշտն է, ճիշտ է։ Իսկ ինչպես եք սնվում։ Ով է այդ բարդ պատասխանատվությունը իր վրա վերցնում։ Գիտեք, բարեբախտաբար մենք երկուսս էլ տարիներ շարունակ միասին աշխատել ենք եւ աշխատել ենք նույն ոլորտում։ Դրա համար դա մեզ համար նորություն չէր, Աշոտի համար նորություն չէր, որ ես խոհանոց չեմ սիրում, իմ համար նորություն չէր, որ Աշոտը կարող է ճաշի ժամին տանը չլինել։ Նաև ես իհարկե երեխայից հետո արդեն սովորել եմ պատրաստել, այնպես չի որ չգիտեմ, ես պարզապես չեմ սիրում, բայց եթե կարիք լինում է, ամեն ինչ էլ կարող եմ պատրաստել։ Մենք ամեն դեպքում սոված չենք մնում, այսպես ասեմ, ինչ որ մի ձև այդ հարցը լուծում ենք։ Արի խոսենք նաև նոր նախագծի մասին, Լուս է կոչվում նոր հեռուստասերիալը, որի նկարահանումները արդեն սկսվել են, գլխավոր փոքրիկ հերոսուհին Սամվել Թոփալյանի դուստրն է Արփենը, խոսես այդ նախագծի մասին, դու եւս ներգրաված ես։ Այո, այս անգամ իմ ներգրավվածությունը քիչ է, Սա իր տեսակի մեջ ժանրով մի քիչ տարբերվում է մեր նախորդ նախագծերից, ավելի դրամատիկ է, մելոդրամատիկ, այսպես ասեմ, մեր ճգնաղ Արփենն է այդտեղ խաղալու, վստահ եմ, որ փայլելու է այդ կերպարում։ Երեխաների մասին է, այսինքն երեխաների հանդեպ չարաշահման մասին է, էմոցիաների եւ բռնության, այո, այսպես ցավոտ դրվագներ կան ֆիլմում, որ անդրադառնում է սցենարիստը, կարծում եմ կսիրվի հեռուստադիտողի կողմից, այս թեման նաև կարևոր էր, որպեսզի բարձրաձայնվի, ինչը կա մեր իրողության մեջ, իհարկե մի քիչ ցավալի թեմա է, բայց դա չի նշանակում, որ դրա մասին չպետք է խոսել։ Նկարահանումները արդեն մեկնարկել են։ Այո, նկարահանումները մեկնարկել են, ես պարզապես դեռ չեմ ունեցել նկարահանում, իմ կերպարը սպայի կերպար է, այսպես ասեմ, շատ արդարամիտ, ձիգ ուժեղ կնոջ կերպար, ով որ պայքարում է արդարության, հանուն ճշմարտության, բացահայտման, այսպես ռոմանտիկ կերպարում չեմ հանդես գալիս։ Մենք ֆիլմի պրեմիերայից առաջ կխոսենք նաև Աշոտի հետ, երբ խոսում ենք Աշոտին ասացի դու կգաս հյուր թե Սոֆյան, ասաց զիջեց որպես ջենտլմեն, ասաց թող Սոֆան գա, ես կգամ պրեմիերայից առաջ, այնպես որ այս թեմայից դեռ կխոսենք Աշոտի հետ եւս։ Սոֆիա, շատ շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում էիր եւ անկեղծ էիր։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Եվ հաղորդման վերջում մեկ անֆիլտր լուսանկար միասին, եթե դեմ չես։ Իհարկե։ Առանց ֆիլտրերի այսօր զրուցում էինք դերասանուհի Սոֆիա Պողոսյանի հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մովա ֆոտոստուդիային մեր նկարահանումներն այստեղ իրականացնելու համար, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։